դուք ասեք։ Չէ, ինչպես սկսեցիք Ինչ որ ֆինանսավորում եք ստացել։ Կերարուին եկավ մեզ ասեց, որ սենց բան անցելու ծրագիր ու մենք սկսեցինք այդ մտքով ասես կոմիտացի հետ ինչ-որ կապված որ բան ենք անում։ Բոլոր կոմիտասի հետ կապված։ Չէ, այս Թումանյանը, հեքիաթները նկարել ենք։ Դա է կոմիտասը։ Դրան կոմիտաս է, նրա նաև իր բնական վայրը որտեղ որ ապրել է, իր տենց այդ բաները։ Այդ ոճով ենք, հա, ոճով։ Սա հայկական դիցաբանական։ Սա հայկական դիցաբանությունցա, ծաղկամաններ են, վերցրել ենք հայկական դիցաբանության աստվածներից և պատրաստել ենք աստվածներին, սա բանն է։ Ինքը ծաղկաման է։ Հա, ծաղկաման է։ Ես դուք եք սարքում։ Այո, Մենք այս քանդանակները Վառարան ունեք, թրծում եք, հա։ Իսկ ղեկավար ունեք։ Ղեկավարը ով է ձեր։ Ստեղ մենք սարքել ենք դիմադրներ, մենք ենք որոշել Ես մի հատ մուլտիկ էի տեսել ու որոշեցի այդ մուլտիկի հետ կապված սարքեմ, բայց որոշեցի, որ մի կողմով չլինի Ինչ էր տեսել։ Մուլտիկ Իրանք ոնց որ ոչ իրական կերպարներ չեն, մեծ պատկերացնում։ Այս որ հեքիաթն է։ Սա Ձախորդ Փանոս, Ձախորդ Փանոսի։ Սա բանորին է, հարսանիքն է, սա անթաղտակները, Այդ որն է։ սա ոսկեձիկնիկը, հա, ոսկեձիկնիկն է։ Իսկ երկերը ստեղ որոնք են։ Այդտեղ բոլորը երկրից է վերցրել, Որն է ասեք։ սա օրինակ գութանի հետ կապված նկար է, որտեղ որ գութան անելով երգում են, սա այդ կալքավիկն է, Սա կալքավիկն է, կալքավիկն եմ, փորձել եմ նկարել։ բայց երգելուց նաև իր այդ բնակավայրի ոճերից են դարձել ամեն ինչ նկարել։ Սա հորովելն է։ Հա։ Գեցեք, ողջունելի է։ Բարև ձեզ ժողովուրդ, սկսենք նստել կամաց-կամաց։ Սա 7000 դրամ, հեշտակը, Իսկ սրանք երկու հատը 5000 դրամ, մի հատը 3000։ ասեցիք որ երկուսներ, հա, եթե երկու հատեք վերցնում 5000, Իսկ եթե մի հատ 3000։ Սրա մի հատը 3000 դրամ։ Երկու հատը 5000։ Որ գործերը։ Հա։ Ինչ է, ինչ ես կարել։ Ստեղ պատկերված է կոմիտասի հետ կապված թռչուն, ստեղ ինքը կանգնած է, այս ոնց որ իր պատկերն է, այս կապույտ և կարմիր։ Իսկ սա այլ անույն մոտիվներով ուղղակի մեկ այլ երեխայա նկարել։ Ստեղ թռչուն պատկերված, ինքը կոմիտասի հետ է կապված։ սննդավայրը որտեղ է։ Սննդավայրը։ Քութինը Արևմտյան Հայաստանում է եղել, հիմա ներկայում Թուրքիայի տարածքում է։ Իսկ սա ինչ է։ Իր տատիկային է։ Հայ եսաներն են։ Ներկապարին էստեղ չի։ Եսաներն են, որ քանիրով կապված է գյուղի հետ,
Դրա համար երեխեքը շատ ոգեշնչված են ու բացի այդ այն շատ կան։ Այստեղ էլի կար Իրան, այս մեկը երեխուն է։ Ես եմ։ Իրան ստանը ինքը թափուն հայերն է սովորացրել, որովհետև այդ ժամանակ որ կռիվներն էր, Իրան հայերն է սովորացրել իր տատիկը, բայց իրանք հայերեն չեն խոսացել։ Արգելել էին Հայաստանում։ Հետաքրքիր բաներ գիտես Կոմիտասի կյանքից։ Արգելել էին Հայաստանում սովորել, գիրականությունը առհասարակ հայերենով զբաղվել է, այդ տարիներին է եղել, երբ որ ամեն մեկը իր տան ներսում դպրոց էր բացել ու կրթվում էին, չմոռանալով իրաց։ Իսկ Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին ճանաչում եք։ Ոչ։ Իրանք էլ ամբողջ Հայաստանում շրջում են եւ պատվաստում են Կոմիտաս երեխաներին եւ մարդկանց։ Տեղյակ եք այդ ծրագրի մասին։ Մտեք անպայման YouTube նայեք, Արթուր Շահնազարյանը հայտնի Կոմիտասագետ է։ Իսկ ես ինչ բան է։ Այդտեղ մեր նկարներն այդ տարբեր բաներ պատրաստել։ Նկարները էլի։ Ակով թողա մտնի։ Մարիամարի տակով ովքի մեզ այդքան։ Այս գործերը ստեղ կան։ Ստեղ են, մի քանիսը այստեղ են։ Սիրուն գործը։ Շատ սիրուն գործեր են, ապրեք։ Bravo Natali Jan, մեծ ապարություն Natali։ Okay, ոնց որ կամաց ժողովուրդը հավաքվում է, մինչև հավաքվեն մեր մանկապարտեզին էլի հրավիրենք առաջ։ Երեխեք սիրում եք երգել։ Դերգեք մի հատ էլ Դե մի հատ էլ բարաբենք, որ հետո Հայգի հետ ենք երգելու, տեսնենք լավ գիտեք Կաքավիկը, որ մի հատ լավ բարաբենք, հետո կարող է իրար հետ երգել, լավ։ Всё, դե բարում այսօր վերջի զանգն է, լավ ենք երգում։ Էլի ով է ուզում երգել մեր հետները հայգի։ Ով գիտի երգել։
Կներեք, ինչ նախաձեռնություն է, կբացատրեք երկու բարով։ Մենք թաքնված ճանապարհ նախաձեռնություն ենք, գնում ենք թաքնված քյուղեր եւ բացահայտում ենք աշխարհի եւ կապում ենք իրենց կրթական եւ սոցիալական ծրագիրների։ Իսկ այսօրվա ծրագիրը կոնկրետ ինչ։ Մեր ուսանող Աննա Պետրոսյանի ծրագիրն է, որ Հայկ Պետրոսյանի հետ է անելու, որ համայնքը ավելի բացահայտի եւ տարբեր մարդիկ կան իրենց քյուղը եւ Հայկ Պետրոսյանին լսեն։ Կոմիտաս ցայն աշխարհ ներկայացում։ Այսօր կոմիտաս ցայն աշխարհ։ Կներեք, ես սկսում եմ Լիլիա Յարալյան, Լոս Անջելես, Ամերիկայից հատուկ կատարում Կոմիտասի տարբեր երկրից։ Ծափահարենք։ Ալարմեն կարել հաջող։ Ո՞վ տրամադրվեք։
Շատ ուրախ եմ, որ եկել եմ Վարդաբլուր։ Իմ մանկության մի շատ կարևոր շրջան մոտակայքում է եղել Դենդրոպարկում։ Փոքր ժամանակ բրոնխիտ ունեի, տատիկիս հետ ամենամառ գալիս էինք այստեղ բուժվելու, այսպես ասած։ Բնությունը լոռիում եմ սիրել, հետո Վանաձորում ծառայել եմ, Սանահինում կուսակաձրվել եմ, այնա բարբարը քիչ թե շատ յուրացրել եմ։ Դեռևս շատ երջանիկ եմ զգում այստեղ գալ։ Առավել ևս, որ դեսա կոմիտասից պրուսենք։ Ուրեմն, կոմիտաս վարդապետը, ինչպես նկատել է Պարուս Սևակը, անլրելի զանգակատան առաջին կողում, 1869 թվին հայ Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղում։ Տնվեց Սողոմոն Սողոմոնյանը, հետագայում Կոմիտաս վարդապետը և իհարկե Հովհաննես Թումանյանը նաև։ Վարդապետի մանկությունը, կարելի ասել, այնքան անհոգ չի ստացվել, որովհետև նա 10 տարեկան դեռ չկար, արդեն երկու ծնողներին կորցրել էր և քանի որ ձայնեղ էր, նրա տոհմը ձայնեղ էր, հայրը մայրը շատ լավ երգում էին, ինքն էլ սերում էր արմատներով Գողթան գավառից, այդ Գողթան գավառն էր ոնց որ մեծ հայքի ժամանակակից լեզվով ասած շոու բիզնեսի կենտրոններից էլ մշակութային, այնտեղ էին դիպասաններ, հեքիաթ պատմողներ, երգիչներ, երաժիշտներ, պահլևաններ և նրա տոհմը այնտեղից էր սերում ու ձայնեղ էր։ Եվ ահա ձայնեղ լինելու շնորհիվ փոքրիկ Սողոմոնը հայտնվում է Էջմիածնում, նրան բերում են Էջմիածին, առողջություն։ Նրան բերում են Էջմիածին և նա փրկեց մի ամբողջ ժողովրդի մեր հայկական մշակույթը, հավաքագրելով, մշակելով հազարավոր երգեր։ Եվ այդ ճանապարհներին էր նաև, որ նա եկել է Վարդաբլուր և այստեղ նրանց հետո դուրս եկավ, սկսեց խոսնել այդտեղ, բան գալ, ինչ տեսավ էլի, ինչ տեսավ ինքը, տեսավ հայ մարդկանց, նրանց աշխատանքը, նրանց նիստուկացը, դժվարությունը, ուրախությունը, ծեսը, աշխարհը, տեսավ ոնց են շառաչելով թավալվում առվակները, տեսավ կանաչ բարդիները, վճիտ ջրերը, տեսավ լուսնակ նանուշ, տեսավ ինչպես են աստղերը արկայծերով իրարից լույս առնում, երևի ինքն էլ մոլորվեց այդ ճանապարհներին, բարձացավ գագաթները, վերևներից տեսավ այդ շողշողուն, կարմրավուն արևը, իր մեջ զգաց մի լույս զվարթ, ու տեսավ Սիսն ու Մասիսը, Արարատը, ինչպես հայր եւ որդի, եւ Արագածը նրանց կողքին, Ալագյազը, ինչպես մայր։
Տեսավ նաև որ մեր դրանը խնկից աղյուրում ջան ձեր դրանը խնկից աղյուրում ջան խնկերին ավերել բաղյուրում ջան իմ խորովի գպստիկը յաղյուրում ջան մեր դրանը խնկից աղյուրում ջան ձեր դրանը խնկից աղյուրում ջան խնկերին ավերել բաղյուրում ջան իմ խորովի գպստիկը յաղյուրում ջան Մյուս կողմանան տեսնի ինչ, մի աղջիկ 16-17 տարեկան սիրահարված մի աղջիկ, գութան անողներին հաց է տանում, ուրեմն այդ գութան անողների մեջ էլ իր սիրած տղան կա, շեկլիկ տղա, մազերի գույնն է գիտենք էլի, մի շեկլիկ տղա է, որը այս աղջիկա պապայի հետ ընդեղ գութան են անում, պատկերացնեք ինչ երջանկություն է այդ աղջիկա համար, որ իր սիրած տղան ու պապան իրար հետ լավ են, իրար հետ գոպատք ու այս աղջիկը հիմա տանում է իրան ուտելու բան ու գիտի, որ այդ տղան ձուկը տապկած է սիրում, այ քեֆս բերում է այս աղջիկը, տղու ճաշակն է գիտի էլի, ու ճանապարհին տենց ինքը իր համար երգում է Գութանը հաց եմ բերում, բերանը բաց եմ Tez kez vorkan em sirun Zuka tapkat em berun Hey, այս տղան շարունակում է ճանապարհը գալիս է, տեսնում է ինչ երեխաները խաղում են արևի հետ Գիտեք մի հատ խաղ կա տենց երեխեք արևի հետ Նայ, սենց է խաղը, ուրեմն պատկերացնեք արևը հենց մտնում է ամպի հետևը, երեխեք ասում են, բա ինչ անենք, որ արևը դուրս գա, սենց անարև ոչ ենք մնալու։ Այնտեղ մեջների խորամանկ մեկը ասում է, եկեք արևի համար երգենք, ասենք, որ ինքը եթե դուրս գա, արև չամիչ կտանք իրան։ Ասում է, բայց չունենք չամիչ, այ մարդ ասում է, դու երգի թող ինքը դուրս գա, էլի, հետո մի բան կանենք ու սկսում են այդպես երգել։ Արև, արև, արի դուս, քեզ բերել ենք աչքի լույս Քո քույրիկը լուսն կա, բերեց չամիչ մեկ կաման, ամպը եկավ մութ արավ, արևն աչքերը կորավ, բաց երեսը տարեգակ, մի բուր չամիչ քեզ կտանք, այս արևը դուրս է գալիս ամպի հետևից, Այս երեխեք ասում են, օղ արևին խապեցինք, օղ արևին խապեցինք, օղ արևին խապեցինք, անպիտակից հանեցինք, ու այսպես շարունակում են, մեկ էլ գնում է այս մեր տղան, մեկ էլ տեսնում է ինչ, մի հատ սիրունի կաքավիկ, այդ երգը գիտեք, հա, դե եկեք մի հատ երգենք իրար հետ, մի հատ խնդրում երեխաներին ծափահարություններով ոգեշնչենք, Եկեք, այդտեղից ես ունի երկես, ոնց ուզում ես, ոնց հարմտ է, չէ, նանոր, այդտեղից երկի, ծավը տանը, ով գիտի մեծերից բարերը, պատրաստ, ես էլ կայլ ես տեղ նստեմ, միասին երկենք, ուշադրություն, Արև բացվեց թուխ ամպերեն, կակավ թրավ, կանաչ սարեն, սարի ծերեն, Արև բերավ ծաղիկներեն, սիրունիկ,
Սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, Քովույն հյուսած ծաղիկներով, Շուշան նարգիզն ու նուֆարով, Քո տեղ լցրած ծով ու շաղով, Քնես կելնես երկու պարով, Սիրունիկ, Սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ Կես տատակ, կես լուրջ երկեր ունենք, օրինակ գացեք տեսեք, չգիտեմ կհիշեք։ Այնարդ, որ այդ երկի բառերը չհասկանաս, որ ասենք մեկը լսի, որ հայերեն չգիտի, չի հասկանում ինչի մասն է, կարող է մտածես այն հին ժամանակվա վիկինգները գնում են անգլիան նվաճելու նավերով, էլի։ Եթե բառերը չհասկանաս, սենց է։ Տեհա ջան, այս քարի վրա կանգնել կարելի է։ Հա, շնորհակալություն։ Մեկ-մեկ սենց թրվռալով ելույթ ունենամ, էլի։ Կացինքը տեսեք ով ակերել է թուպը, Կացինքը տեսանք է ծնակերել է թուպը, Թուպը վերեցիր հետը վերդոբինը զիթը վալագ է, Հալահալ է, ճալահալ է, Ես ինչ բարի տարի էր գովերում է, հայը գովերում է, Անը բարերը չի մնաց էչ կասես, ինչ որ էց, Ոնց որ գնան էլի տես նավերի վրա հզորների մասը, Կացինքը տեսեք ով ակերել է էցը, Կացինքը տեսանք կելն ակերել է էցը, Կելը վերեցիր հետը վերդոբինը զիքսը վարագ է, Հալահալ է, ճալահալ է, Ես ինչ բարի տարի էր գովերում է, հայը գովերում է, ու այստեղ մենք հասկանում ենք, որ հայերը հին ժամանակներից Ռեպի նկատմամբ անտարբեր Թուպը ձեզը բարի կենցան, մեզը բարի զատի, կալամի գացեք տեսեք ով ակել է թուրը, Գացեք տեսանք ժանգնա կերել թուրը, Ժանգնը թուրն ու արջը արջնու գելեն ու էցրեցնը Թուպը ձեզը բարի կենցան, մեզը բարի զատիկ, Գացեք տեսեք ով ակել է ժանգը, Գացեք տեսանք հողնա կերել ժանգը, Հողն ու ժանգը թուրն ու արջը արջնու գելեն ու էցրեցնը Թուպը ձեզը բարի կենցան, մեզը բարի զատիկ, Գացեք տեսեք ով ակել է հողը, Գացեք տեսանք օծնա կերել հողը, Օծնը հողը Ժանգը թուրն ու արջը արջնու գելեն ու էցրեցնը Թուպը ձեզը բարի կենցան, մեզը բարի զատիկ, Գացեք տեսեք ով ակել օծը, Գնացիք տեսանք փետնա կերել օծը, Փետնը օծն հողը ժանգը թուրն ու արջը արջնու գելեն ու էցրեցնը Թուպը պիտի կոմայ մեջ չգնես, էլի, ձեզը բարի կենցան, մեզ բարի զատիկ, Գնացեք տեսեք ով ակել փեթը, Գնացինք տեսանք Կրակնա կերելը փեթը, կրակն ու փեթը, փեթն ու հոցը, հոցն ու հողը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրն ու արջը, արջն ու գելն ու էցը, էցն ու թուպը, ձեզը բարի կենցան, մեզ բարի զատի Շնորհակալ եմ, մերսի շատ։ Ուրեմն մենք ունենք մի մեծ կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, ումից ինքս շատ բաներ եմ սովորել, նրա դասախոսությունները YouTube-ում կան, եթե ցանկություն եւ ժամանակ ունենաք անպայման նայեք։ Եվ ահա նրանից ես իմացա, որ դենախ հայերը մենք շատ երկող ժողովուրդ ենք, էլի։ Այնքան երգեր ենք ստեղծել, որ ակնհայտ է ուղղակի եւ գործ անելիս հայերը միշտ երգել են ժամանակին։ Կապ չունի ինչ գործ են արել, մի բան երգել են, էլի քթի տակ բարձր, ցածր։ Եվ ուրեմն մենք ունենք պահպանված հացի արարման ծեսը, այսինքն մի հատ պատկերացեք, մենք հիմա մտնում ենք խանութ, ասում ենք բարև ձեզ բուխանքան թարմ է, մի հատ մատնաքաշ կամ լավաշ, այն ժամանակ այդպես չէր, էլի, հին ժամանակներում մարդը պիտի գնար, ասենք Եզները լծեր, չէ, ակոսները փորեր, դաշտը ցաներ ես կոմենքում, տրակտոր չկար, բան չկար, լրիվ ուրիշ ժամանակների եւ այդ ամբողջ ընթացքում հայերը երգել են ցանելուց, ջրելուց, մաքրելուց, նույնիսկ գիտեք, երգում ենք Եզոյի համար, որ այդ սելը, որ ցորենը արդեն քաղում դնում է սելի վրա ու որ պիտի ճամփան կնեն դեպի տուն, որ Եզոն
հավեսով տանի, էլի դրա համար երգում ասում է հոլարա, ակպտտիր, հոլարա եզո ջան, ախպերը ջան, եզոնը լնդից ու սենց մի ճանապարհ են սկսում, նա եկեք մեր երևակայության մեջ դե երևակայությունն հենց բան է, մի հատ հիմա սենց են հերոստացույցի հերակառավարման վահանակի պես կարող ենք միտքը հետ տալ ընկնել անցյալ, էլի այսպես ասած։ Հիմա մենք պատկերացրեք էլի այդ տղային հայ, որ այնտեղ ցորենը դաշտը բան արել են, սելի վրա դրած հոլարա եզո ջան, ճանապարհ են ընկնում, ու ես փորձում եմ պատկերացնել, ինչ է տեսնում այդ տղան ճանապարհին, որ ինքը գնում է դաշտից դեպի իր հայրական տունը, իր նահապետական օջախը, այսպես ասած։ Տեսել է այն ինչ որ հիմա մենք ենք տեսնում, ճիշտ ասած։ Էսա։ Գնացել է նայել է, չգիտեմ, մի սարի վրա տեսել է, որ նորահարսները գնում են պաղ աղբերից ջուր բերելու, դե ճանապարհի մի բան չի։ Լորիկը գիտեք, չէ՞, ենթադրում եմ, վիրավոր Լորիկը ամենահայտնի երգերից մեկն է։ Բայց բան պետք չի ջուրը, լավը պետք չի։ Այս երգի մեջ ճիշտ ասած ես շատ սիրում եմ այդ վերաբերմունքը Լորիկի նկատմամբ։ Այդ կերպարը, որը երգում է այս երգը, ինքը անտարբեր չի մնում Լորիկի նկատմամբ, վիրավորին ավել չի վնասում, հակառակը փորձում է օգնել, գոտ է պնդել, ասում է քել է Լորիկ ջան, ոտքի կանգնես, եւ ես չգիտեմ ձեզ ոնց ինձ երբեմն պակասում է այդ զգացմունքը իմ կյանքում, որ մենք փորձենք ապրել մեկս մյուսի վերքերը բուժելով, դրա մեջ մի առանձնակի դժվար բան չկա իրականում, այլ ոչ թե իրար թավ պատճառելով, տեղից էլ հայերի ցավերը այնքան շատ են, որ լավ կինի իրար ասենք քել է, դե Ժորժ ջան, պիտի ոտքի կանգնի, 1000 բան կանենք, 1000 բան, պիտի հավաքվենք, իրար ոգևորենք, երեխեքին են ոնց որ ասում է մեծացնենք, բա ինչ, բայց դաշտերը, բայց սարերը առանց մեզ ինչ են անելու, հենց որ քել է, քիզը մերն հոգովական խելքի
եկավ իմ աղբեր հալզին տակին խաղեր հայ լելելե ջան Այք ոնց անցավ համերգը երկու խոսքով։ Շատ հավես երկու խոսքով։ Շատ հավես, շատ ուրախ եմ որ եկել ենք Բարթաբլուր, առաջին անգամ եմ այստեղ, ինչ-որ յուրահատուկ շունչ կա այստեղ, գութաներքը ձայնագրվել գրանցվել, իսկական իմ կյանքում շատ հավես տենց կարևոր օր եղավ, շատ ուրախ եմ որ մարդիկ եկել են, գյուղացի բնակիչներ եկել են, երգեցինք իրար հետ ինչ-որ զգացմունքով կպանք իրար, ամենահավեսը է դա, շատ ուրախ եմ որ եկան, հուսամ էլի անհետներ ֆիլմ է անպայման գալու, առաջինը արեցինք։ Իսկ միտքը որտեղից հաղացավ Կոմիտաս շրջաններում, այսպես ասած պատվաստել։ Ինքս ինքան եղավ, սկզբում տենց հատուկ նպատակ չկար տենց։ Եկե տենց կյանքը սկսեց այդ հունով գնալ էլի, հիմա դա արդեն նպատակային հետո այս երգը բնության երգերը մեր բնության երգեր են, բնության մեջ են ծնվել, ապրել, մեծացել, այսպես ասած, դե պիտի նրանք հետ գան այստեղ էլի։ Մեր գյուղից ծնված երգը պիտի հետ գա գյուղ։ Մենք մեր գյուղի խմբով հեռանանք։ Աղիկ, որի մյուս կողմից։ Արևած դրավ։ Հենց ոչ համեցեք։